Նիկոլ Փաշինյանի թիրախը եկեղեցին է առաքելական եւ ժողովուրդը այդ օրակարգը չի սպասել։ Անկամ պետական ապարատի, պետական աշխատակիցների շրջանում Նիկոլ Փաշինյանը մերժվեց։ Եթե կաթողիկոսը չցանկանա, Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն հեռացնել։ Քաղաքական ակտիվիստներ են, որոնց հոգևորականի հագուստ են ակցրել։ Առաքելական եկեղեցին երևի թե նման փորձության միջով դեռ չէր անցել, որ սեփական երկրի, հայկական երկրի իշխանությունները հարձակվեն եկեղեցու վրա։ Նիկոլ Փաշինյանն ով է, որ պիտի ուզենա կաթողիկոսին փոխել։ Քաղաքացիական պայմանագիրը անբարոյականության մեգա խտացված միջավայր է։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է, այսօր խոսելու ենք եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Մեր հյուրն է պոլիտիկ EM կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Հոկտեմբերի 26-ին մենք տեսանք, որ Հովանավանքում կատարվեց այսպես ասած պատարակ կարգալույծ արված Տեր Արամի, այսինքն Ստեփան Ասատրյանի մատուցմամբ։ Մասնակցեցին վարչապետը, նախարարներ, մարզպետներ եւ այլն։ Բայց շատ հետաքրքիր է, որ նախորդին այս իրադարձության տիրույթ նետվեց, այսպես ասած Սրբազանի հետ կապված ենթադրյալ տեսանյութ։ Սա ըստ էության նրա համար էր, որ մարդկանց մղեր դեպի պատարակը։ Ձեր կարծիքով հաջողվեց։ Տեսարանն ակնհայտ ցույց է տալիս, որ չի հաջողվել հանրային լայն աջակցություն ստանալ այդ թեմաների հետ կապված, եւ քաղաքական ժողովը քաղաքացիական պայմանագրի, որը տեղի ունեցավ Հովանավանքի տարածքում, ըստ էության տապալված էր այն օրակարգի ենթատեքստում, որը դրել էր Նիկոլ Փաշինյանը։ Նախ մարդկանց пассив մասնակցությունը, խոսքը այն մասին չէ, որ ԿՊԱ-ականներ կային այնտեղ, կար մի 2-3 հազար մարդ կար, բայց ովքեր էին այդ մարդիկ, պետական ապարատի ներկայացուցիչներ, նրանց ընտանիքի անդամներ եւ անգամ պետական ապարատի, պետական աշխատակիցների շրջանում Նիկոլ Փաշինյանը մերժվեց այս գործողության առումով առնվազն, որովհետեւ 50-ից 60 հազար պետական աշխատող կա, թե բանակը չհաշվենք, ընդամենը 2-3 հազարն էին եկել, ամենա ժողովրդի մասնակցի սարդ ԿՊԱ-ականները կամ Նիկոլ Փաշինյանին հավատացողները։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չունի ժողովրդական աջակցություն։ Սա ամենևին չի նշանակում, որ օրինակ ժողովուրդը համաձայն է այն ամենի հետ, ինչ անում է ընդդիմությունը կամ ինչ հայտարարում է հակառակ կողմը, բայց առնվազն ժողովուրդը չի մտնում Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ եւ լավ է հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի թիրախը այդ կոմպրոմատ, այսպես ասած, կոմպրոմատի մեջ որպես հերոս ներկայացվող հոգեվորականը չի։ Նիկոլ Փաշինյանի թիրախը սրբազանները չեն, որոնք բանտարկված են։ Նիկոլ Փաշինյանի թիրախը եկեղեցին է առաքելական եւ ժողովուրդը այդ օրակարգը չի սպասել։ Նաև դուք եք նշել, որ կային ոստիկաններ, ովքեր քաղաքացիական հագուստով էին։ Առաջին օրը, եթե հիշում եք, դրանից առաջ հոգևորականները հարգարժան գնացել էին, որպեսզի փոխանցեն այդ մայրաթորի որոշումը, որ նա այլևս կարգալույծ է եւ այդ օրվա սադրանքների մեջ մենք արձանագրել ենք ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ կամ նրանց ընտանիքի անդամներ եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, մասնավորապես Ալֆա ջոկատի տղաները, որոնց դեմքերը մենք չենք հրապարակել հասկանալի պատճառով, որ ԱԱԾ աշխատակիցներ են, որպեսզի հետո քննիների առաջ չկանգնենք, բայց ըստ էության սադրանքը այդ օրվա դրանից առաջ տեղ ունեցող այսպես կոչված պատարակից առաջ դա կազմակերպված էր ոստիկանության աշխատակիցների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից։ Սա ցույց է տալիս էլի, որ ժողովրդական աջակցություն չունի այն գործընթացը, որը նախաձեռնել է Փաշինյանը։ Իրենք ստիպված են, չէ, այդ ուժայիններին քաղաքացիական հագուստով բերում են տեղ։ Այսինքն քանակ լրացնելու խնդիր կա։ Իհարկե, պատկեր ցույց տալու խնդիր կար, որը անգամ այդ պարագայում չստացվեց, որովհետև անկախ ամեն ինչից, գիտեք, մարդիկ գուցե այս կամ այն հոգևորականին լավ կամ վատ վերաբերվեն, ընդունեն կամ չընդունեն, բայց հասկանում են, ես արդեն կրկնվում եմ, որ Փաշինյանը ինչ որ հոգևորականների հետ չունի խնդիր, ինքը ինստիտուտի հետ ունի խնդիր եւ հայրաքելական Սուրբ եկեղեցու հետ, որը փորձում է քանդել։ Այս սա աջակցություն չունի Փաշինյանի մոտ։ Որտեղ կարող է ասենք ինչ որ հոգևորականի մեկը սիրի, մեկը չսիրի, հա, մեկը ընդունի խոսքը, մեկը այլ հոգևորականի ընդունի, բայց երբ որ խոսքը գնում է ինստիտուտի մասին, մարդիկ հասկանում են, որ իրենք այդ process-ին չեն կարող մասնակցել։
Այդ այսպես կոչեցյալ պատարագի ընթացքում մենք մի քանի դեպք արձանագրեցինք, նախ եւ առաջ, երբ մեկը բարձրաձայնեց հոգեվորականի, նախկին հոգեվորականի անունը, ասելով դու իրավունք չունես անցկացնելու պատարագ, նրան բռնի ուժով բերանը փակելով պարզապես դուրս հանեցին, մեկ ուրիշը սուրբ գիրքը պարզապես վերցրեց նրա ձեռքից, նրան նույնպես հանեցին եւ այդ կադրում շատ հետաքրքիր էր նրա կողքին կանգնած հոգեվորականների հագուստով մարդկանց արձագանքը եւ որից հետո պարզ դարձավ հոգեվորականներ չէին ասում։ Ահա, հետևում էր խոսքս դրան, որ նաև հայտնի դարձավ դպիրը, որը ներկայանում է որպես դպիր, ԿՊ-ական ինչ-որ երիտասարդական կառույցի ներկայացուցիչը։ Արձոց էլի դրանք կուսակցական, քաղաքական ակտիվիստներ են, որոնց հոգեվորականի հագուստ են հագցրել։ Եվ սա կրկին խոսում է այն մասին, թե որքան հեռու է այդ Ստեփան Ասատրյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոններից։ Որովհետև եթե անգամ ինքը, հա լավ, ասենք ինքը իրեն կարգալույս չի ճանաչում, ասում է անարդար է։ Բայց այդ դպիրներին ոչ դպիրներին ինչու եք նման հագուստներ, հոգևոր հագուստներ հագցրել։ Այդ կեղծիքին էլ գոնե տեղյակ ես եղել թե ոչ։ Սա ցույց է տալիս, որ գաղափարապես աշխարհընկալմամբ համոզմունքներով Ստեփան Ասատրյանը քաղաքացիական պայմանագրի անդամ է եւ իր արժեքաբանությամբ Նիկոլ Փաշինյանից շատ չի տարբերվում։ Եվ նաև այս կտրուկ փոփոխություններով Նիկոլ Փաշինյանից չի տարբերվում, չէ՞։ Փաշինյանն էլ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, հետո հայտարարեց Արցախը Ադրբեջան է։ Ստեփան Ասատրյանը 2019-ին հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչխար է, այդ բառացի է գրել։ Հիմա ասում է հարգարժան մեծարգո պարոն վարչապետ, դուք ճիշտ եք ասում։ Նու լավ է, որ վերջում չասես ճիշտ եք ասում ոչխար։ Գոնե այդ բանը փոփոխություն ա եղել էլի մոտ։ Անսկզբունք մարդու, որը հոգեվորականի հագուստ կրելու հնարավորություն ունեցել, դրսևորումներ էին։ Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը մի գրառում էր կատարել, թե ինչու է ընտրվել հենց Հովանավանքը որպես տեղ, որտեղ պետք է կատարվի այդ իրադարձությունը։ Դեռևս 6-րդ դարում մենք ունեցել ենք այսպես ասած հակաթոռ, որի միակ կաթողիկոսի անունը եղել է Հովան։ Այս զուգադիպությունը մեդիա փորձագետը կարծում էր պատահական չի արված։ Փաշինյանը սիմվոլիզմի սիրահար է, կամ ավելի շուտ իր տերերը, իրենք, եթե հիշում եք, Աննա Հակոբյանն էլ Արցախի հայաթափումից առաջ մի գրքեր լուսանկար էր հրապարակել, որ փախստականը միայն իր իրերը չէ, որ իրեն վերցնում է, հա, այսպեսի մի գրառմամբ։ Այսինքն այս մարդիկ սիրում են սիմվոլիզմ, ինչ-որ նշանների իբրև թե ցույց տալ բան եւ կարող է այդտեղ տեղ ունենալ այդ անվան խաղարկումը։ Բայց այնտեղ շատ կարճ է տևել կյանքը, ձեր կարծիքով այս Հովանավանքում ստեղծվածը կունենա շարունակություն։ Հովանավանքում նախ ոչ մի բան չի ստեղծվել, դեռ ստեղծվել է Նիկոլի Վկաներ աղանդի մեկնարկն է տրվել, որը այո, ես կարծում եմ կարճ կյանք է ունենալու, եթե ընդհանրապես կյանք ունենա։ Մյուս կողմից սա լինելու է, կարծում եմ, փորձաքար հայ առաքելական եկեղեցու համար, որովհետև այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ առաքելական եկեղեցին երևի թե նման փորձության միջով դեռ չէր անցել, որ սեփական երկրի, հայկական երկրի իշխանությունները հարձակվեն եկեղեցու վրա։ Եղել են այլ իշխանությունների, օտար իշխանությունների հետ կոնֆլիկտներ, որից պատվով եւ հաղթանակով դուրս է եկել, բայց նման կոնֆլիկտ չէր եղել եւ եթե այս կոնֆլիկտն էլ հաղթահարվում է, իսկ ես հավատում եմ, որ կհաղթահարվի, ապա մենք կարող ենք ասել, որ հայ-առաքելական եկեղեցի, նաեւ հոգեվոր հայրերը, որոնք առաջնորդում են եկեղեցին, մասնավորապես Վեհափառ հայրապետը, այլ մակարդակի արդեն ամրացած են դուրս գալու այս process-ից։ Եկեղեցու հետ չեմ համատի, բայց ցանկացած process է, եկեք նայենք օրինակ մեքենաշինության մեջ, որոնք են լավ մեքենաները, որոնք վթարային տեստեր են անցնում, այդ crash test ասվածները, հա, որ առանց այդ տեստերը անցնելու այդ մեքենաները լուրջ շուկաներ չեն մտնում եւ մեքենան դիտավորյալ վթարի է ենթարկվում, հա, եւ տեսնում են ինչպես է իրեն դրսևորում վթարի ժամանակ, ուղևորները ինչ վիճակում են, ով է փրկվում, ով է մահանում եւ լավ արդյունքներ ցույց տվող մեքենաները թույլատրվում են մտնել այսպես լավ ստանդարտ, բարձր ստանդարտներ ունեցող շուկա։ Հիմա չհամեմատելով իհարկե եկեղեցին մեքենաշինության հետ, բայց այնուամենայնիվ սա թեստ է եկեղեցու համար, վթար է, կոնֆլիկտ է, որից եթե դուրս է գալիս Փաշինյանի պարտությամբ, ապա այդ եկեղեցին ինստիտուցիոնալ առումով շատ ավելի ամրանում է, քան մինչ այդ կարող է լինել։ Եթե կարողանա դուրս գալ։
Այո, իսկ ես հավատում եմ, որ ցանկության դեպքում կարող է դուրս գալ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուղիղ գործիքներ չունի հասնելու այն նպատակին, որը դրել է։ Փաշինյանը կարող է այո խառնակցություն անել, կարող է այսպես օգտագործել նախկին հոգևորականների, կարող է զրպարտություն տարածել, հա, եւ դա կարող է երկար ժամանակ անել, բայց եթե կաթողիկոսը չցանկանա, Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն հեռացնել։ Սա պիտի ինքը գործիքներ չունի ուղղակի։ Այսինքն կաթողիկոսը կառավարության անդամ չի, մարզպետ չի, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանա եւ հեռացնի։ Ինչպես պետք է մենք հասկանանք, որ չի ցանկանում, դա լինելու է հայտարարության տեսքով, գործողությունների, այո։ Իր ցանկանալը դասավորվելու է մի ձևով, ինքը չի թողնում կաթողիկոսական գա։ Կամ, չնայած այս բարագայում կարծում կդիտվի ինչ-որ առումով մի փոքր հետքայլ, կամ իր փոխարեն կաթողիկոս է ընտրվում, իր ընտրությամբ, հա, ասենք, կարծում եմ այդ կարգի մասին հրապարակային խոսել են, աթոռակից ընտրվում է եւ ընտրվելուց հետո ինքը կարող է թողնել գա։ Չնայած ես կարծում եմ չպիտի թողնի, բայց թողնելու պարագայում էլ անգամ կարող է այն թողնվել Միքայել Սրբազանի նման բացառիկ հոգևորականի։ Եվ այստեղ Փաշինյանին ինչ է ասելու։ Չնայած ես կարծում եմ չպիտի տրվել Փաշինյանի սանդրանքը։ Իր ցանկությամբ չի որ պիտի փոփոխություն լինի, ինքը ով է։ Նիկոլ Փաշինյանն ով է, որ պիտի ուզենա կաթողիկոսին փոխել։ Այո, ցանկացած մեծ ինստիտուտ իր ներսում ունենում է խնդիրներ, բայց Փաշինյանն է քննարկող այդ խնդիրների։ Եթե մենք խոսում ենք բարոյականության մասին, քաղաքացիական պայմանագիրը անբարոյականության այսպես մեգա խտացված միջավայր է։ Ասենք պատկերացրեք, եթե ոչ բարոյական դրսևորումները համեմատենք, ասենք ոսկու հանքի հետ, հա, ասենք ոսկի է այդ անբարոյականությունը, ոսկու նման կամ երկաթի նման մի հանք։ Հայ առաքելական եկեղեցում, որպեսզի դու դա փնտրես, դա նման է ոնց որ շատ մեծ լեռ քանդես ու ասենք մի կես գրամ բան գտնես։ Քաղաքացիական պայմանագիրը նման է հենց այդ հանքի անբարոյականության, որտեղ ամեն այսպես սանտիմետրում մի քանի գրամ անբարոյականություն կա։ Եվ Փաշինյան թող խոսի իր կուսակիցների իր բարոյականության մասին, վերջ հրապարակ օրաթերթը հետաքրքիր հրապարակում էր արել, որի համար ինքը իհարկե դատի է տվել, բայց ես հավատում եմ հրապարակ օրաթերթին, որ Փաշինյանը օրինակ արտահամուսնական, չնայած ամուսնացած չի էլ փաստաթղթերով, բայց կապ է ունեցել իր մամուլի խոսնակի հետ, հրապարակ օրաթերթներ գրել սրա մասին։ Ես հավատում եմ, հիմա դատական, ես չեմ հավատում Փաշինյանի դատարաններին, այնուամենայնիվ դատարանը ինչ կպարզի, ինչ վճիռ կկայացնի, ես հակված եմ հավատալու մեր գործընկերների հրապարակած տեղեկություններին։ Հիմա այս պարագայում բարոյականության խնդիրը առաջին Փաշինյանն ու շրջապատում են։ Եկեք պատկերացնենք իրենց ննջարաններում, լոգարաններում տեսախցիկներ են տեղադրված։ Իսկ թվում է շատ երկար մատերիալներ մենք ունենանք, հա, որով կարող ենք զարմացնել այդ ինդուստրիայի հնաբնակներին։ Ասում եք, որ ուղիղ գործողությամբ Փաշինյանը չի կարողանա ինչ-որ բան անել եւ նպատակին չի հասնի, բայց այս կիրակի կրկին լինելու է այդ այսպես ասված պատարակը, այսինքն որն է լինելու այն կուլմինացիոն քայլը, հա, Փաշինյանի կողմից։ Փաշինյանը կարող է ամեն օր գնալ Հովանավանք, ԿՊԱ-ականներն էլ կարող են Հովանավանքի բակում զռալ, բայց դա հնարավորություն չի տալիս հեռացնել կաթողիկոսին։ Ինքը չունի ուղիղ գործիքներ։ Շարունակվելու է մինչև որտեղ այս պատարակները, մինչև մարդիկ ավելանան, մինչև դառնա սովորական։ Նոր հետաքրքրություն գտնի, բայց դրա համար չէ, Փաշինյանը իհարկե ամեն բան անելու է, որ հասնի իր նպատակին։ Այստեղ նաև նյարդերի պայքար է։ Փաշինյանը հենց այդ նպատակով է անընդհատ այսպես կոմպրոմատներ են դաշնետում, այսպես ակնարկներ, հա։ Նյարդերի պայքար է, ինքը շատ է ցանկանում, որ կաթողիկոսը հեռանա շանտաժի ներքո, սպառնալիքների ներքո։ Ինքնակամ, այսինքն ազդեցության տակ վախենա, ճնշման հեռանա, որովհետև դուք պատկերացրեք Փաշինյանը գրոհում է վեհարանը, ինչ է անելու։ Շատ ծիծաղելի տեսարան կլինի, մյուս կողմից կարծում դա կլինի Փաշինյանի պարտության հենց հիմնական գործողությունը, որովհետև ինքը հանրային աջակցություն չունի այս օրակարգի համար, ոստիկաններով պիտի հարձակվի վեհարանի վրա, ժողովուրդն էլ կպաշտպանի վեհապար հայրապետին։ Ինքը ուզում է, որ դա իր նպատակին հասնի շանտաժով,
Դրա համար են այս տեղեկությունները, կիսաճշմարտությունները, կիսախոսակցությունները, շշուկով պատմված պատմությունները, ինչ որ եւ այստեղ նյարդերի պայքարը, եթե կաթողիկոսը շարունակում է անտարբեր լինել այդ կեղծիքին, հերյուրանքներին, որ տարածում է, ոչ բան չունի Նիկոլ Փաշինյանը ուղիղ անելու։ Տեսեք, ասում եք անտարբերություն, բայց շատերը օրինակ մտածում են, եթե չի ասում որևէ բան հակառակ կողմից, ուրեմն կա լռություն, կա համաձայնություն, կա չկա հակակայլ։ Ինչ ասվի։ Ինչ են ուզում որ ասվի։ Պարզապես կա այս կողմից գրող, մյուս կողմից չկա ձայն։ Ստեղծագործության մեջ ասում են, չէ, դու զարգդ պահիր գալիք մարտերի։ Կաթողիկոսը սպասում է ավելի կարևոր պահի, որ ասելիքը ասի։ Ինձ համար անհասկանալի են քաղաքական գործիչների այսպես հաթաթաները, որ թե բա կաթողիկոսը թող խոսի, եկեղեցին զանգերը հնչեցնի, դու քաղաքական գործիչներ եք, անդիմության, դուք չգիտեք ինչ պիտի անեք, գնացեք արեք, կաթողիկոսը պիտի ասի դուք ինչ պիտի անեք։ Չէ, ասում են, երբ ասի պետք է գաք, մենք կգանք։ Ու գան, որ ինչ անեն, թող գնան, ով է իրանց բռնել, գնացել են, թե պարտադիր ուզում են կաթողիկոսի գրպանը քրեական գործ գցել։ Թող գնան, ով է իրանց բռնել, այսինքն եթե գիտեն, չէ, ինչ պիտի անեն քաղաքական գործիչները, ենթադրաբար։ Թող անեն, կաթողիկոսը պիտի ասի։ Մյուս կողմից դա պորոտախոսության նման է, որովհետև այդ որ մարդիկ որոնք ասում են, այ որ կաթողիկոսը հենց զանգերը հնչեցնի, կոչ անի, գիտեք ինչ էր ալնելու, այդ ասողների ներկայությամբ, գոյությամբ, պայմաններում Արցախը Նիկոլ Փաշինյանը հանձնել է թուրքերին։ Ինչ որ բան եղել է Նիկոլ Փաշինյանին։ Բայց իմպիչմենտ կա նախաձեռնած։ Այո, նաև այսօր եղանակը մի շմռայլ է։ Իմպիչմենտի զուգահեռ։ Այո։ Բայց իրենք մեծ հույսեր են կապում, բայց օրինակ իմպիչմենտի հետ կապված մենք տեսանք, որ իրենց տեխնացուն, առաջադրված տեխնացուն եկավ Հայաստան եւ հենց ինքնաթիռը հենց դռները բացվեցին, նրանք կալանավորեցին։ Ես անարդար եմ համարում այդ դատական վճիռը, անկեղծ եմ ասում։ Համարում եմ քաղաքական հետապնդում։ Դավիթ Համբար, չէ, հիմք կարող է լինի, տեսեք։ Ես արդեն ոնց որ ժողովուրդն ասում, մեռա ասելով, որ կարող է անգամ հիմք լինել, բայց հետապնդումը համարվի քաղաքական։ Հիմա բացատրեմ ինչպես։ Դավիթ Համբարձումյանին ասում են, որ դու 2018 թվականին միջադեպի ես մասնակից եղել, այսինքն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին մասնակցելու եկող քաղաքացիներին խանգարել ես, ճանապարհ ես փակ, չէ՞։ Մեղադրանքի հիմքում դա է։ Ասում լավ, ասում այ դրա համար մենք քեզ դատում ենք 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Եվ տեսանյութ չկա, չնայած որ Դավիթ Համբարձումյանը ուղիղ մասնակցում է, այնտեղ կար մի կադր, որտեղ ինչ որ ավտոբուսի մեջ եղած ժողովրդին ասում է՝ մի գնացեք, բան, դա կոչ է, հիմա մարդիկ կարող են կոչ անել, բայց ուղիղ մասնակցություն չկա։ Փոխարենը կա տեսանյութ, որտեղ Սամվել Ալեքսանյանը քացով հարվածում է բողոքի ակցիա իրականացնող վարորդի մեքենային եւ բռնություն է գործադրում իր թիկնապահների հետ Նիկոլ Փաշինյանի աջակից քաղաքացու նկատմամբ։ Կա քրեական գործ Սամվել Ալեքսանյանի դեմ։ Ենթադրենք Դավիթ Համբարձումյանը այն ինչ որ իրենք ասում են, արել է, ենթադրենք արել է, հավատում ենք Նիկոլ Փաշինյանի իրավապահ մարմիններին։ Արել է նաև Սամվել Ալեքսանյանը, չէ՞։ Սամվել Ալեքսանյանը կալանավորված չի, չէ՞, քրեական գործ չկա իր արածի համար։ Իսկ Դավիթ Համբարձումյանին կա, եւ եթե անգամ Դավիթ Համբարձումյանը արած լիներ այն ինչում իրեն մեղադրում են, իր նկատմամբ կատարվող քաղաքական հետապնդում էր, որովհետեւ նույն արարքը անող Սամվել Ալեքսանյանը ազատության մեջ է։ Պատճառները հասկանալի են։ Ի տարբերություն Դավիթ Համբարձումյանի, Սամվել Ալեքսանյանը անդիմադիր գործունեություն չի ծավալում։ Իսկ սա հիմնավորում առայն, որ կարող է անգամ քրեական գործի հիմք լինել, բայց այդ քրեական գործը համարվի քաղաքական հետապնդում։ Պարտադիր չի որ անհիման լինի։ Հիմա կալանավորել են մարդուն։ Ես կարծում եմ սա նաև Նիկոլ Փաշինյանի պատասխաններ է impeachment կոչված գործընթացին, անվստահության գործընթացին, չնայած Փաշինյանը լավ է հասկանում, որ դա մեռելացին գործընթաց է, բայց ինքը նաև այս բնում խեղտելով, հա, հենց ոչ թե չի թողում որ սկսվի, նա ակտարկանում նաև ԿՊԱ-ականներին, որոնք չնայած ես կարծում ԿՊԱ-ականները այդքան ռիսկ չունեն, որ անգամ մտածեն, որ կարող են միանալ Նիկոլ Փաշինյանի անվստահության։ Եվ այստեղ էլ օբյեկտիվ հիմքեր կան։ Մեր հասարակության մեջ անտագոնիզմը այնքան է խորացել նիկոլականների եւ հականիկոլականների միջեւ։ Մեր միջեւ խոսակցություն անգամ չկա, չէ՞։ Այսինքն ԿՊԱ-ականները եւ
Նիկոլ Փաշինյանի դեմ եղող քաղաքական գործիչները այնքան են իրար ատում, որ իրենք չեն կարող ինչ տեսականորեն հայտնվել միտեղ, որտեղ կարող են քննարկել Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցը ու որևէ ԿՊԱ-կան կարող է մտածել, կարող է միանալ թե չէ։ Ընդդիմական երկու խմբերի մեջ կա հակասություն, որ մնաց թե ընդդիմություն եւ իշխանություն։ Հակասությունը օրակարգի վերաբերյալ կամ ձևի վերաբերյալ է, որը կարող եք հասկանալ կամ ընդունել կամ չընդունել, բայց մի բան ակնհայտ է, որ այն քարոզիչները, որոնք խոսում են ի նպաստ իմպիչմենտի գործընթացի, իրենց վարկագծով ցույց են տալիս, որ իրենց նպատակը ոչ թե իմպիչմենտն է, որովհետև իրենք լավ են հասկանում, որ դա տեղ չի հասնելու, այլ իմպիչմենտով վարկաբեկել տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների։ Դրա համար էլ այդ հակասությունը կա, բնական է։ Իմպիչմենտը ինքը այս ընթացքում լավ հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները կուսակցական հայտարարել են, որ միջև այդ ստորագրությունների հանձնումը, չնայած Հայաստան Դաշնքի ասում են մենք 4 ամիս առաջ միացել ենք, միջև այդ ստորագրությունների հանձնումը ասում էին, որ կան ԿՊԱ-կաններ, որոնք այսպես աչքով են արել, չգիտեմ, նամակ են գրել կամ մի խոսքով ասել են, որ հենց Հայաստան Դաշնքը միանա, մենք ասես գրռալ են միանալու ենք։ Եղան միացողներ։ Պարզվեց, որ դա սուտ էր։ Կեղծիք էր, այսինքն մարդկանց հասարակության լայն զանգվածները, ովքեր լսում էին այդ հարցազրույցը, ըստ էության էշի տեղ էին դնում։ Ասում են մենք ձեր ականջները օգտագործում ենք քարոզչության նպատակով, ձեզ հիմա համոզում ենք, որ կան ԿՊԱ-կաններ, որոնք միանալու են։ Միացան, չմիացան։ Հիմա այդ մարդը ներողություն խնդրեց հասարակությունից, որ նման պնդում էր անում։ Ներողություն չխնդրեց, ավելին ասաց կա 7 ԿՊԱ-կան, որ տեղը գիտենք, իրանք արդեն միացել են, բայց անուններ հիմա չենք տա։ Պարզապես Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի, չեն ստորագրի, բայց չեն խոչընդոտի։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը շատ մեծ ցանկության դեպքում 7 հոգի չեն անգամ ու ԿՊԱ-ական էլ չեն արդեն։ Չխոչընդոտ, այսինքն ինչ պիտի անեին, որ խոչընդոտեին։ Մնացած ԿՊԱ-կաններն էլ խոչընդոտում են, չեն խոչընդոտում։ Բայց խոչընդոտելուց առաջ օրինակ պատիվ ունեմը գնացել իր ֆրակցիայով падգամավոր դարձած Իշխան Զաքարյանին բերելա, ստորագրել տվել այդ թուղթը։ Եղել է այդպիսի բան։ Չի եղել, չէ՞։ Հա, հիմա եթե ցանկացած ԿՊԱ-կան իր գրասենյակում նստած է, ասենք, ընդհանրենք իր աշխատասենյակում նստած է եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները պապկեն թևի տակ, գնում մտնում են տեղ, բերում են բազմաթիվ փաստարկներ, որ թե ինչու պիտի իրանք միանան իմպիչմենտի անվստահության գործընթացին, այդ ԿՊԱ-կանը բարձ ինքն իր մեջ հարց է տալու, ասելու ախպեր, այս մարդիկ այն կարգի անլուրջ են, որ իրենց ֆրակցիայով падգամավոր դարձածը չի միացել, ինչ են ուզում ինձանից։ Այսինքն ընդդիմությունը էլ անելու բան չունի։ Ընդդիմությունը միշտ անելու բան ունի, բայց արդյոք այդ անելիքի իմպիչմենտն էր, այդ անվստահության գործընթացը։ Անվստահության գործընթացին իրանք են անխրե անլուրջ վերաբերվում։ Բերում են անվստահության գործընթացը հիմնավորող հայտարարություն, որ քննարկվի ազգային ժողովում, ազգային ժողովում ԿՊԱ-կաններից բացի գիտեք, ով չի մասնակցում այդ քննարկմանը։ Պատիվ ունեմից Թագուհի Թովմասյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այսինքն իրանք չնայած մասնակցող ԿՊԱ-կանները դեմ քվեարկեցին, բայց անգամ պատիվ ունեմից այդ երկու падգամավոր այնքան անլուրջ են համարում իրենց նախաձեռնությունը, որ հայտարարության քննարկմանը չեն գալիս ու չեն քվեարկում։ Սա ծաղրը ժողովրդի նկատմամբ, իսկ երկու հոգին պատիվ ունեմում մեծ թիվ է կազմում, իրանք 7 հոգանոց ֆրակցիա են, չէ՞, 6-ն են մնացել, մի խոսքով 6 հոգանոց ֆրակցիա։ Այսինքն 33% ֆրակցիայի չի մասնակցել այն հայտարարության քվեարկությանը, քննարկմանը, որը իրենց նախաձեռնության հիմնավորումն էր։ Այս բոլոր գործողությունները մենք կարող ենք տեղավորել ընտրությունների տրամաբանության մեջ 26 թվականի հունիսին կայանալիք ընտրություններ։ Ձեր կարծիքով մինչև այս ընտրությունները քաղաքական թե իշխանական, թե ընդդիմական, թե նոր ծնվող ուժերի կողմից մենք դեռ ինչեր պետք է տեսնենք, ինչեր մենք կարող ենք տեսնել, որոնք այսպես ամենօրյա տեղատարապներ են, հա, առաջացնում։ Ինչ հնարավոր չի աշխարհում տեսնել կամ ինչ անհնար է թվում տեսնել, դուք կտեսնեք նախընտրական շրջանում քաղաքական գործիչներից, որտեղ նախընտրական շրջանը է, ուղղակի ֆանտաստիկ մի շրջան է, որտեղ քաղաքական գործիչները դառնում են ջիներ, ակրոբատներ, հա,
ծաղրացուներ ոմանց դեպքում, հա։ Մյուս կողմից ես զարմանում եմ ընդդիմության միամտության վրա, ընդդիմությունը գիտեք Հայաստանում ինչի խնդիր ունի միշտ։ Միշտ պլան B չեն ունենում։ Այն հոլիվուդյան ֆիլմ կա, չէ, որ գնում են կարևոր գործողության ֆիլմերում եւ հիմնականում հումորային ֆիլմերում եւ բարձում է որ պլան A-ն տապալվում է միանգամից երկրորդ չէ գործընկերը հարցում բա պլան B ասում ենք պլան B չունենք այն գլխից էլ այսինքն այն պլան A-ով էին միայն եկել հիմա ընդդիմությունը ցանկացած գործընթացին մտնում է մի պլանով ասենք որ կմասնակցենք ընտրությունների կհաղթենք իսկ որ չհաղթես դրա պատասխանը չունեն այդ ժամանակ ինչ են անելու որպես ընդդիմություն դրա համար ասենք օրինակ խորհրդարան են տանում մարդկանց որոնց վրա ասենք տասնյակ քրեական գործեր կան, կոռուպցիոն պատմություններ կան, մի քանի տասնյակի հասնող գույքեր կան, որոնք անընդհատ իշխանությունը օգտագործում է։ Ասում այ դուք թալանել եք, բայց ձեզ այսքան գույք որտեղից, ձեզ այսքան փող որտեղից, հա։ Բայց ձեր ժամանակ ոնց էր, բայց պլան B չկար, հավաքել խմբակցություն, որը ընդդիմադիր գործունեություն կարող է ծավալել։ Հիմա նույնը ընտրությունների հետ կապված ընդդիմությունը հիմա ունի պլան A հունիսի 7-ին մասնակցել խորհրդարանական ընտրությունների բայց չունեն պլան ընտրություններին մասնակցելու երբ որ այդ ընտրությունը տեղի ունենա մարտի 7-ին կամ փետրվարին պատրաստ չի ընդդիմությունը դրան արտահերթ ընտրությունները այնպես չէ որ կարող է արտահերթ լինել այսինքն իսկով ասեց որ ընդդիմությանը մոլորության մեջ գցելու համար չեն այդ օրը հրապարակել հունիսի 7-ին մոտիվացիան որն էր Արեն Սիմոնյանը հելավ հայտարարեց որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ընտրություններ որ հանգիստ է պատրաստվեն դեպի ընդդիմությունը ֆիքսվի հունիսի 7-ի վրա դիցուկ ընդդիմությունը ֆիքսվի հունիսի 7-ի վրա պատրաստվի հունիսի 7-ին բայց ընտրությունները տեղի ունենան մարտի 3-ին խոսքի ու էլի ընդդիմությունը պլան B չի ունենալու անպատրաստ մասնակցելու ընտրական գործընթացի մյուս կողմից ընտրական գործընթացին մասնակցող ընդդիմադիր ուժերը պիտի ժողովրդի առաջ վերցնեն պատասխանատվություն, որ եթե Նիկոլ Փաշինյանը կեղծում է ընտրությունները, իրեն գնում են հեղափոխության։ Սա ակտարկը արել է դեռևս Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում, բայց մյուս ուժերը եւ իրենք էլ ավելի հստակ պիտի բացատրեն, որ եթե Փաշինյանը գնում է ընտրակեղծիքների հակաօրինական ճանապարհով իշխանության բռնազավթման, իրենք պիտի գնան հեղափոխական ճանապարհով։ Եվ պիտի գնան միջև վերջ։ Սա շատ կարևոր է, որովհետև հակառակ պարագայում ուղղակի մարդկանց կանչել ընտրությունների հետո գնալ հանգիստ տունը նստել, դա անթույլատրելի է։ Որտեղ Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն չունի օրինական ճանապարհով։ Մարդը վարկանիշ չունի, դուք տեսնում եք։ Բայց այդ կամքը կա հեղափոխություն անելու, որտեղ մենք տեսանք մի քանի ալիքներ եղան, բայց վերջնական արդյունքի Գիտեք, մի բան էլ պիտի հասկանալ, Հայաստանում ընթացող ընտրական գործընթացները միայն ներհայաստանյան չեն, կամ ավելի շուտ ես կասեի ավելի շատ ներհայաստանյան չեն։ Որովհետև Հայաստանում ոնց են պատկերացնում, դե հավաքվեցինք այսքանով, մի հատ բողոքի ակցիա արեցինք, այսինչ իշխանավորը փախավ կամ հրաժարական տվեց, հայտարարեց, ասենք, չգիտեմ, այսինչ մարդը ճիշտ էր, ես սխալվեցի, ու Նիկոլը գնաց, այդպես չի։ Մարդիկ խաբվում են 2018 թվականին իրենց մատուցված տեսարանով, ինչը ընթացող գործընթացների 0.1%-ն է եղել ժողովրդի մասնակցությունը։ Ժողովրդի մասնակցությունը ֆոն է ապահովել գործընթացին, աշխարհաքաղաքական գործընթացին, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Հիմա նույնն էլ Նիկոլ Փաշինյանը ավելի Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական գործընթացների մեջ եւ առանց աշխարհաքաղաքական գործընկերների ուղղակի հնարավոր չի այստեղ փոփոխությունների հասնել։ Եվ պարզ ձևով բացատրեմ, հա, Նիկոլ Փաշինյանը այս պահին, եթե անգամ արևմուտքը մի կողմ դնենք, ունի Թուրքիա եւ Ադրբեջան գործընկերներ, որոնք ցանկացած պահի, երբ ընդդիմությունը փորձի իշխանությունը վերցնել, կարող են ազդել Հայաստանի ներհայաստանյան գործընթացների վրա, ինչպես Թուրքիան իր փողերով, գործակալներով, հա, ազդեցության։ Իսկ Ադրբեջանը ուղիղ պատերազմ սկսելով, ասենք սահմանային լարվածություն հրահարելով։ Եվ այստեղ միանգամից ներքաղաքական գործընթացը այսպես հանգելու է եւ մարդիկ զբաղվելու են, ասենք, Հայաստանի պաշտպանությամբ, չէ՞։ Հիմա այդ հնարավորությունը ունենալով Փաշինյանը մշտապես կարող է փորձել մանիպուլացնել գործընթացները, մնալ իշխանության։ Հիմա ընդդիմությանը ինչ է պետք, ընդդիմությունը իր ինքնուրույն ուժերով չի կարող, չէ՞, կանգնեցնել Ադրբեջանին, Թուրքիային։ Ընդդիմությանը պետք է գործընկեր, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական գործընկեր է պետք,
որը ոչ թե ընդդիմության փոխարեն կգա Փաշինյանի ականջները կքաշի, կասի դու կգնաս, էսի կգա, չէ, դրա մասին չի խոսքը։ Այո, աշխարհաքաղաքական գործընկեր է պետք այս գործընթացում, կրկնում եմ, որը ոչ թե պիտի գա Փաշինյանի ականջները քաշի, ասի դու գնա Պողոսը կգա կամ Պետրոսը գա, ոչ, աշխարհաքաղաքական գործընկերը պետք է չեզոքացնի Թուրքիա եւ Ադրբեջանի դերը, ազդեցությունը, որպեսզի ընդդիմությունը կարողանա հարց լուծել։ Հիմա կա այդ գործընկերը, որը կչեզոքացնի, որը կերաշխավորի, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի։ Ես կարծում կա այդ գործընկերը եւ կարծում շատերին հայտնի է ով է այդ գործընկերը աշխարհական, որի դեմ Նիկոլ Փաշինյանը քարոզչական պատերազմ է տանում։ Եվ ով է։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը, դա տեսնում եք, հա։ Ու Իրանն էլ այդտեղ կարող է դերակատարում ունենալ, որովհետեւ դուք գիտեք, որ շատ դեպքերում Իրանը զսպող գործոն է եղել Ադրբեջանի համար։ Եվ կարևոր է առաջարկը, որովհետև դու կարող ես ունենալ, այո, լավ, գործընկեր ունես, որը նեյտրալիզացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությունը, բայց դու պիտի հիմա ծրագիր ներկայացնես, որ ժողովուրդը քեզ ընտրի։ Ժողովրդի մեծամասնությունը հավանություն տա։ Այդտեղ կարևորը խաղաղության ծրագիրը, որը պիտի ներկայացնի ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության ծրագրի հետ որևէ կապ չունի, խաղաղություն բերող չի։ Եվ ինքն է ապացուցում, որ ինքը խաղաղություն բերող չի, գիտեք։ Ինչ է ասում Փաշինյանը։ Ասում է, որ խաղաղությունը արդեն հաստատված է, չէ՞։ Օգոստոսի 8-ից մենք խաղաղ ենք ապրում։ Մենք խաղաղ ենք։ Բայց հաջորդ րոպեին ինչ ասում է, այ որ եթե մենք չընտրվենք, խաղաղություն չի լինելու։ Դուք աշխարհի պատմության մեջ հիշում եք որևէ դրվագ, որտեղ պետությունների միջև կնքված խաղաղությունը կապվում է օրվա իշխանավորը, այդ իշխանավորը վաղը, եթե ժողովրդավարական պետություն է, վաղը կարող է գնալ, այսինքն ինչ խաղաղություն չի լինի, չէ։ Եթե իրական խաղաղություն լիներ, դա ոչ մի նշանակություն չէր ունենա, թե ով է Հայաստանի ղեկավարը, Փաշինյանը, Քոչարյանը, Վանեցյանը, Թևանյանը, չգիտեմ, Պողոսը թե Պետրոսը, ոչ մի նշանակություն չէ, որովհետև ցանկացած իշխանավոր գալու էր, այդ պարտավորությունները միջազգային ինքը պիտի կատարեր, ստանձնած եւ պահպաներ խաղաղության գործընթացը, առաջ տաներ։ Խաղաղության գործընթաց չկա իրականում, Փաշինյանը դրա մասին է խոսում։ Իրականում կա հրադադար հիմա, որը հաստատել է Ադրբեջանը Ալիևի ցանկությամբ եւ նպատակը մեկն է՝ թույլ տալ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու, խաբելու հայ ժողովրդին, որ խաղաղություն է, վերընտրվելու ինչու, ասենք Ալիևը ինչու պիտի ուզենա, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի։ Ալիևը նորմալ սեռական կողմնորոշում ունի, կին էլ ունի, բավական տեսքով, փող էլ ունի, Նիկոլ Փաշինյանն փող չի կարող առաջարկել, հա։ Ուրեմն կա բան, որը կարող է անել միայն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Դա Հայաստանի շահերի զիջումն է Ադրբեջանին։ Այսինքն Ալիևը համարում է եւ Թուրքիան համարում են, որ Հայաստանում չկա երկրորդ մարդ, անգամ երևի թե ԿՓ-ում չկա երկրորդ այդպիսի մարդ, որը պատրաստ է զիջել Հայաստանի շահերը իրենց։ Դրա համար իբր ժամանակավոր հրադադար են հաստատել, որ այս մարդը կարողանա խաղաղության անվան տակ դա անցկացնել, համոզել ժողովրդին, որ խաղաղությունը իր անձի հետ է կապված։ Բայց լավ, ասենք Աստված ոչ ան, ասենք վաղը Նիկոլ Փաշինյանը ինֆարկտ է ստանում, մահանում է։ Էլ խաղաղություն չի լինելու, վերջ։ Այդ ինչ խաղաղություն է, որ իր անձի հետ է կապված։ Այստեղ գալիս է պատասխան, որ դա խաղաղություն չի, հրադադար է իր վերընտրվելու համար է 26 թվականին եւ ինքը ունի անելիքներ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։